Կարիբյան ավազանում իրավիճակը պայթյունավտանգ է, Վաշինգտոն Կարակաս հարաբերություններն այն աստիճան են սրվել, որ պատերազմը կարող է անխուսափելի դառնալ։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատը չի ընդունել Վենեսուելայում ռազմական գործողություններն արգելող բանաձևը։ Քվեարկության էր դրվել երկու միանման փաստաթուղթ։ Դրանցով փորձ էր արվում նախագահ Թրամփին հետ պահել Վենեսուելայի վրա հարձակումից առանց կոնգրեսի համաձայնության։ Առաջին բանաձևը սահմանում էր, որ Թրամփը չի կարող օգտագործել Միացյալ Նահանգների ուժերը Վենեսուելայի դեմ, եթե կոնգրեսը չհամաձայնի։ 216 օրենսդիր դեմ է քվեարկել 210 կողմ։ Այս բանաձևն անմիջապես կդադարեցներ արևմտյան կիսագնդում նավերի վրա նախագահ Թրամփի գրոհները, որոնք կոնգրեսը երբեք չի հաստատել։ Մենք օրենքի երկիր ենք եւ նախագահը պետք է հետևի մեր օրենքներին։ Երկրորդ բանաձևն այն մասին էր, որ եթե նախագահն արդեն զորքեր է ուղարկել Վենեսուելա, պետք է դրանք վերադարձնի, դարձյալ հաշվի առնելով կոնգրեսի կարծիքը։ Այս նախագիծը եւս մերժվել է։ Եկեք հստակեցնենք, միայն կոնգրեսն ունի պատերազմ հայտարարելու լիազորություն։ Թրամփի վարչակազմի ռազմական էսկալացիան Կարիբյան ավազանում ոչ միայն անխոհեմ է, այլև ակնհայտորեն անօրինական։ Մենք չենք կարող թույլ տալ, որ այս տեսակի վտանգավոր չարաշահումն անպատիժ մնա։ Իրեն համաշխարհային խաղաղարար կարգած Թրամփը հիմա էլ իրեն դատավոր ու դահիճ է նշանակել արևմտյան կիսագնդում։ Ավելի քան 90 մարդու կյանք խլած այս դաժան ռազմական արշավը սպառնում է այն տարածաշրջանին, որն արդեն անկայունացել է ԱՄՆ-ի տասնամյակների ինտերվենցիայի պատճառով, եւ դա մեզ մղում է Վենեսուելայի հետ նոր պատերազմի։ Քանի որ դեմոկրատների առաջ քաշած երկու բանաձևերն էլ հանրապետական մեծամասնության շնորհիվ ձախողվեցին, նախագահ Թրամփը դեռևս ունի լիազորություններ ռազմական գործողություններ ձեռնարկել Վենեսուելայի դեմ առանց կոնգրեսի այոն ստանալու։ Իր թիմակից կոնգրեսականների որոշման վրա յուղ է լցրել նաև Միացյալ Նահանգների նախագահը։ Սպիտակ տան ղեկավարը հրամայել է դեպի Վենեսուելա եւ Վենեսուելայից եկող պատժամիջոցների տակ գտնվող նավթատարների լիակատար եւ ամբողջական շրջափակում։ Թրամփը նախագահ Մադուրոին մեղադրել է ահաբեկչության, թմրանյութերի եւ մարդկանց թրաֆիքինգի, ուսմանությունների, նաեւ նավթահանքերի գողության համար։ Հիշում եք, նրանք մեզնից խլել են մեր էներգետիկ բոլոր իրավունքները, մեր նավթը։ Նրանք դա անօրինական են վերցրել։ Հիմա մենք դրանք հետ ենք ուզում։ Կվերադարձնենք նավթը, հողը, այն ամենն, ինչ մերն է եղել։ Դիմակը պատրվել է, հայտարարել է Կարակասի քաղաքապետը, ընդգծելով, որ եթե նախկինում Թրամփը Վենեսուելային մեղադրում էր թմրամիջոցների առևտրի համար, այժմ կռիվը պարզապես նավթի պաշարով աշխարհում ամենահարուստ պետության Վենեսուելայի էներգակիրների համար է։ Միացյալ Նահանգները պարզապես ցանկանում է դառնալ մեր նավթի ու ընդերքի հարստության սեփականատերը։ Եվ ինչ, մենք պետք է թույլ տանք դա։ Վենեսուելայի ոչ միայն իշխանությունը, այլև ժողովուրդն է տրամադրված թույլ չտալ ամերիկյան ամենաթողություն իրենց երկրում։ Մենք պատերազմ չենք ուզում, մենք խաղաղ ժողովուրդ ենք։ Նավթն ու հողը պատկանում են Վենեսուելայի ժողովրդին, ոչ թե Ամերիկայի ժողովրդին կամ նախագահին, որն ամեն ինչ ունի եւ ավելին է ուզում, քանի որ իշխանության ծարավ է։ Թրամփը խելագար է, եթե կարծում է, որ վենեսուելացիները կտան իրենց հողերը, ոսկին ու նավթը, պնդում են քաղաքացիները։ Վենեսուելայի կառավարությունը Թրամփի շրջափակման որոշումն անվանել է լիովին իրացիոնալ եւ առևտրի ու նավարկության ազատության խախտում։ Սա թմրանյութերի մաքսանենգության հետ կապ չունի։ Սա մեր տարածաշրջանի ռեսուրսները եւ աշխատուժը զավթելու մասին է։ Սա այլիատյացությունն է, գաղութատիրություն ու իմպերիալիզմ։ Վենեսուելան պահանջում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում արտահերթ նիստ գումարել։ Կարիբյան ավազանի իրադարձությունների զարգացումների ֆոնին աշխարհը սպասում էր, որ ամերիկացիներին ուղված խոսքում Թրամփը ուղիղ կասի Վենեսուելային պատերազմ հայտարարելու մասին։ Այսպիսի անոնս էր արել լրագրող Թաքեր Կարլսոնը, սակայն ապոկալիպտիկ կուլմինացիա այս անգամ չեղավ։ Թրամփի ուղերձում Վենեսուելայի մասին ոչ մի խոսք, ոչ մի սպառնալիք, ոչ մի հրաման չկար։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։